Ես այնտեղ գնում էի հանգստանալու իմ ընկերներն էլ, իմ բոլոր ընկերները եղել են մեր պապական տանը։ Ու բոլորն էլ հիացած էին Արցախի բնությամբ, հանգստությամբ, մարդկանց հետաքրքիր կոլորիտով։ Չեմ ասի, որ շատ լավն էին կամ շատ վատն էին, մարդը ամենտեղ եւ լավը կա եւ, բայց մի տեսակ արցախցիների մեջ կոլորիտ կար։ Սիրում էին, ուրեմն սիրում էին, չէին սիրում, ասում են ռադետ քաշիկինի։ Մի անգամ վերջի բանը որ գալիս էի, դե բնականաբար գիտեմ, որ գնում եմ հանգստանալու։ Հիմնականում ճարտարում էի։ Ճարտարում, հա, դե ես մի անգամից Ստեփանակերտ իջնում մի քիչ կրուգ էի տալիս, հետո գնում մի անգամից գյուղ, որովհետև հոպարս ուղակի կնեղանար, եթե ես չմտնեի գյուղ։ Ուտես գիտեի տես հանգստանալու։ Մի անգամ մտա տուն, մի անգամից գրացի շորտիկները հակա, դա թարսալ է հոպարը։ Ասում ինչ է։ Ես ինչա։ Ասում դու հոպար շորտ է։ Ինչ ես վեններդ պես հավ։ Մի գնա փոխի։ Ասում եմ հոպար ինչ եղե, քարե դարը չենք։ Գնա ամոթ հա տղամարդը շորտիկ չի հագնի։ Այդտենց կար դե հա հիմա ծիծաղելի է թվում, բայց այդ ամրությունը, այդ պնդու մի տեսակ այդ կոլորիտը կար, որ պահում էին ու դու գիտեիր, որ դու մի հատ ուրիշ տեղ ես գնում, մի ուրիշ աշխարհ ես գնում, որտեղ այնքան մաքրություն կա։ Այդ հնության, այդ ծիսակարգերի, այդ ավանդույթների մեջ այնքան մաքրություն կար, դա ինձ շատ էր դուր գալիս, շատ։